Մեծ Բրիտանիայի դեսպան Գարեթ Ուորդը լքել է Վրաստանի արտաքին գործերի նախարարության շենքը։ Նախարարությունից հեռանալուց հետո դեսպանը լրատվամիջոցների մեկնաբանություն չի տվել։ Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն բացատրություն տալու համար։ Գործը վերաբերում է Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից ԻՄԵԴ-ի և Post TV հեռուստաընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուն։ Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հայտարարել է, որ իրենք դեսպանից բացատրություն են պահանջում վրացական հեռուստաընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառման վերաբերյալ, քանի որ պատժամիջոցները պահանջում են ամուր իրավական հիմք։ ԻՄԵԴ-ի և Post TV հեռուստաալիքների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու թեման ակտիվ քննարկման փուլում է։ Ընդդիմությունը բրիտանական կառավարության այս քայլը համարում է արդարացի, սակայն իշխող թիմը այլ կարծիք ունի։ Վրացական երազանքի անդամների կարծիքով սա ճնշման ևս մեկ հստակ փորձ է։ Բրիտանական միջազգային թափանցիկություն խմբի ուսումնասիրության համաձայն Ուկրաինայում պատերազմը սկսվելուց ի վեր Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառվելուց ի վեր առնվազն $8 միլիարդ 29,000 առևտրային գործարք է կնքվել։ Փաստաթղթի համաձայն որպես միջնորդներ օգտագործվել են 145 անթափած օֆշորային ընկերություն, հիմնականում Բերմուդյան կղզիներում։ Ըստ բրիտանացի խմբի Բրիտանական միջազգային թափանցիկություն խմբի ուսումնասիրության համաձայն Ուկրաինայում պատերազմը սկսվելուց ի վեր Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառվելուց ի վեր առնվազն $8 միլիարդ առևտրային գործարք է կնքվել Ռուսաստանի հետ։ Փաստաթղթի համաձայն որպես միջնորդներ եղել են 145 անթափանց օֆշորային ընկերություններ, հիմնականում Բերմուդյան կղզիներից։ Ըստ Մեծ Բրիտանիայի միջազգային թափանցիկություն խմբի Ռուսաստանը գնել է և վաճառել է պատժամիջոցների տակ գտնվող ապրանքներ, այդ թվում ածուխ, պողպատ, կապար, երկաթ, ցինկ, որից հետո այդ ապրանքները ուղարկվել են Չինաստան, Թուրքիա, Գերմանիա և այլ երկրներ։ Խորհրդարանի նախագահը հրապարակել է ևս մեկ հայտարարություն Ուկրաինայում պատերազմի և երկրորդ ճակատի հնարավորության վերաբերյալ։ Ուկրաինայում պատերազմը սկսվելուց 2 օր անց ընդամենը Վրաստանին ուղղված առաջին կոչը եղավ Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու և ռազմական հակամարտության մեջ մտնելու թեման։ Կիևից հնչեցին ցինիկ և սադրիչ կոչեր։ Դրանից հետո եղավ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելու և կամավորներին զորահավաքից հրաժարվելու համար կոչերը, և սա ընդամենը ցինիկ և պատերազմը ներքաշելու մեթոդ էր, գրում է Շալվա Պապուաշվիլին։ Շալվա Պապուաշվիլու արձագանքը Ուկրաինայի Ռադայի նախագահին։ Ճիշտ է, որ խոսքերը պետք է կշռադատվեն և իհարկե նախագահ Զելենսկու հայտարարությունը, որով նա փաստացի վտարեց Ուկրաինայում Վրաստանի դեսպանին, որը մնում է այդպես էլ մինչև օրս դեսպան, որը մնաց Կիևում ռումբերի տակ մինչև վերջ, նույնպես այն ժամանակ, երբ մյուս բոլոր երկրները փակեցին իրենց դեսպանատները և լքեցին Կիևը։ Գրում է Պապուաշվիլին ի պատասխան Ռուսլան Ստեպանչուկի հայտարարությանը։ Նրա խոսքով նա պետք է կշռադատեր նաև նախագահ Զելենսկու հայտարարությունը, որով նա մեղադրում էր Վրաստանի կառավարությանը Սաակաշվիլիին տանջելու և սպանելու փորձի մեջ։ Ինչպես որ նրա նախորդ որոշումը ապաստան տալու վրացի բռնապետին, այնպես էլ նա պետք է կշռադատեր նախագահ Զելենսկու որոշումը, որով նա հայտարարեց Վրաստանի վարչապետին և կառավարության անդամներին persona non grata, հենց այն կառավարությունը ապաստան տվեց տասնյակ հազարավոր ուկրաինացի փախստականների և նրանց ապահով ապաստան տվեց։ ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատում ներկայացվել է օրինագիծ։ Օրինագիծը նախատեսում է Վրաստանում ռուսական և չինական հետախուզական միջոցների վերաբերյալ զեկույցի պատրաստում։ Կոնգրեսի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն օրինագծի նպատակն է պահանջել զեկույց Վրաստանում ռուսական և չինական հետախուզական միջոցների, ինչպես նաև նպատակների վերաբերյալ։ Օրինագծի նախաձեռնողը հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոնն է և համահեղինակ կոնգրեսական Սթիվ Քոհենը։
Ծինանդալիում անցկացվել է Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա բիզնես ֆորումը։ Եռակողմ միջոցառումը անցկացվում է 7-րդ անգամ 2012 թվականից ի վեր։ Նշվել է, որ սա արդյունավետ հարթակ է երեք երկրների բիզնես ոլորտների միջև տնտեսական համագործակցության համար։ Միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեն ստանալ համապարփակ տեղեկություն տնտեսական զարգացման դինամիկայի, տարբեր ոլորտային շուկաների, բիզնես և ներդրումային միջավայրի, թափանցիկ բարեփոխումների և տարածաշրջանային մասշտաբի նախագծերի, ինչպես նաև առկա տնտեսական միտումների վերաբերյալ։ Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ հրապարակվել է պետական պարատոմսերի ինդեքսները, որոնք հասանելի են ինչպես Բլումբերգի, այնպես էլ ինդեքս տրամադրող ընկերության պորտալների միջոցով։ Մոտ ապագայում այս ինդեքսների հիմնական պարամետրերը հասանելի կլինեն նաև Ազգային բանկի կայքում։ Ազգային բանկի տվյալներով այսօրվանից սկսած տեղական և միջազգային ներդրողները կկարողանան առավելագույն թափանցիկությամբ վերահսկել և վերլուծել Վրաստանի պետական արժեթղթերի շուկայի շահույթաբերությունը, եկամտաբերությունը և ռիսկի բնութագիրը։ Մուդի միջազգային վարկանշային ընկերությունը բարձրացրել է Վրաստանի բանկային համակարգի կանխատեսումը բացասականից մինչև կայուն։ Ազգային բանկի տվյալներով Մուդի կանխատեսում է, որ իրական հանրային միջին խառնուրդը 2026-2027 թվականներին կկազմի մոտավորապես 5,5%, ինչը կնպաստի վարկային ակտիվության բարձրացմանը և ամբողջ բիզնես միջավայրի ստեղծմանը։ Ժնևում ընթանում է ուկրաինա-ամերիկյան պատվիրակությունների բանակցությունները։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարը Ռուստեմ Ումերովը։ Այսօր Ժնևում ենք, կշարունակենք աշխատել բանակցային գործընթացի շրջանակներում։ Սկսվել է երկկողմ հանդիպում ամերիկյան պատվիրակության Սթիվ Վիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ, գրել է Ումերովը սոցիալական ցանցում։ ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել, այս մասին գրել է Վոլոդիմիր Զելենսկին սոցիալական ցանցում։ Քննարկմանը մասնակցել են նախագահ Թրամփի ներկայացուցիչները Սթիվ Վիտկոֆը և Ջարեդ Քուշները։ Քննարկել են այն հարցերը, որոնք երկու երկրների ներկայացուցիչները այսօր կքննարկեն Ժնևում։ Բացի այդ, մարտի սկզբից նախատեսված է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հաջորդ եռակողմ հանդիպումը։ Մենք հույս ունենք, որ սա մեզ թույլ կտա անցնել առաջնորդների մակարդակով բանակցությունների։ Նախագահ Թրամփը աջակցում է քայլերի այս հաջորդականությանը։ Սա բոլոր դժվար և զգայուն հարցերը լուծելու և ի վերջո պատերազմը դադարեցնելու միակ միջոցն է, գրում է Վոլոդիմիր Զելենսկին։ Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել 1000 տի։ Այս մասին տեղեկանում ենք խաղաղության բանակցություններում ռուսական պատվիրակությունը գլխավորող Վլադիմիր Մեդինսկու կողմից։ Մեդինսկու խոսքով Ուկրաինան իր հերթին Ռուսաստանին է հանձնել 35 զինվորի դիակ։ Ուկրաինայի կառավարությունը դեռևս չի հաստատում մարմինների փոխանակումը։